Եթե պարոն Ծառուկյանը մասնակցի դեն։ Անպայման, հա, դնելու եմ ես որտեղ։ Ուզում եք Փաշինյանը հեռանա։ Չենք ուզում, մենք եկեն ստեից իրանք ազնագազմով։ Ասում են խաղաղության համաձայնագիր եմ կնքելու, խաղաղություն եմ բերելու, սրան հավատում եք։ Ես իրան ոչ մի բան չեմ ասում, ինքը սա սուտ է խոսում։ Իր ասածները սա սուտ է։ Բարի բուն իմաստով եմ ասում, ասենք ես ասենք քան անգամ ելույթներ ունեցել եմ ես։ Միշտ ասենք ես եղել եմ Բարգավաճից։ 10 տարի ես Բարգավաճում։ Ասենք նկատել եմ այդ մարդու հարազները, դրազները, ժողովրդին ինչ բաներ անում, ժողովրդի համար, միշտ ներդրումներ անում, ամեն ինչ այդ մարդն անում է։ Մեր ժողովրդի կեսը չեն բանում։ Ես որ ես մարդը որ իր դնում անում, այդ ժողովրդի ման անում։ Այսքան որ ոսկին եկավ սպորտսմեններին, մեր բոքսորներին, տանկիստներին, ով այդ Փաշինյանը, Փաշինյանը ոչ մի բան չի անում, Փաշինյանը թալանում է։ Իրականոց չէ, կնիկը չի ասենք, իր կարող ասել սիրույն է իր։ Եթե կինը դի ուրեմն իր օրինական կարգով զաքսով իր կինն էլի։ Ես դենց եմ հասկանում։ Բայց այդ մարդու բանը չեմ նկատել։ Փաշինյանը իր թիմակիցները վստահ են, որ հաջորդ տարի ընտրություններին իրենք չեն ասնելու։ Դա բացառվում է։ Բարի բուն ասի իրանք չեն ասնելու, որովհետև իրանք արած սխալները ժողովուրդը սխալվան։ Սխալվան է սխալվել, հիմա էլ արդեն ուշացած, ասենք հիմա ասենք 1000 քանի հոգի պարետ է։ Ինքն իր բանն է պահում, գիտի իր վերջին ինչ անելու։ Ինքը չի մտածում, որ այս բաները որ անում, այս թանկացումները, աննպատակ բաները թանկացում է, բարձրացում է, արդեն այս բաները անում, որ ասենք ժողովրդի ոնց ասած դրթի։ Ես այստեղից նկատում եմ, հա, որ երաս բնակավայրը բավականին մոտ է ձեր գյուղին, այնտեղից ինչ-որ կրակոցներ եւ այլն լսում եք։ Կրակոցներ հիմա էլ այս վերջին։ Կա, ամեն անգամ իրիկուները քշել կրակում են իրանք։ Հա, հրամանատը որ մենք հետազոտում չկրակին։ Այդ ամենը ձեզ այդ հարցը անվտանգության կլուծվի, երբ որ այլ վարչապետ գա։ Ինձ թվում է եթե գա մենք 90-ականներից հետո որևէ 2000 թվականին պարոն Ծառուկյանը անցած էր։ Լավ քիչ է Երևակայի ինքը անցած էր, իրան մաղթրեցին։ Չթողին ինքը եթել էր հիմա պրեզիդենտ, հիմա մեր Հայաստանը աղքեր էր ամենամեծ երկրների հետ հավասար կետար։ Դուք որպես քաղաքացի կողմ եք այդ խաղաղության համաձայնագրին Ադրբեջանի հետ։ Դա սուտ է։ Մի հավատացեք։ Բայց եթե լինի կողմ կլինեք։ Ես կողմ չեմ դրան։ Որովհետև ինչի համար։ Մենք այդքան հողեր կորցրինք, այդքան զոհեր տվեցինք, ինչի համար։ Որ ես որ այդ հողերը տանք մնա Ադրբեջանցում, որ իրանք իրաց կյանքում եք, իրանք չեն ունեցել հողեր։ Թող ժողովուրդը կարդան էլ սա էս բաները որ իման, իրանք բան չեն ունեցել իրանցով։ Իրանք ով են, այն վաղտ որ բանը Լենինը որ տվեց հողերը, կիսեց, մեր մոտից կիսեց, այն կողմից կիսեց, տվեց, բաժանեց սա հողերը։ Սաղ տվեց իրանց, մեզ մի բան թողեց, էդ էր։ Եթե այդքան որ մնար մեր Հայաստանը, այսքան մեծ տերիտորիա Նախիջևանից բռնած մինչև բան, Ախալքյալակ բան, դրանք սաղ մեր հայկական հողերն են, հայերն են ապրել։ Դա Լենինն արավ։ Որպես քաղաքացի Հայաստանի բնակիչ հետևում եք ազգային ժողովի գործունեությանը։ Արդեն կներեք, ես իրանց ասածներին չեմ հավատում, որովհետև իրանք սաղ սուտ են խոսում, այդ լկտի բառերը որ խոսում են դեպուտատների հետ, դա լկտիություն է, դա անշնորհքություն է։ Վերին գիտեղը, դա վարչապետի ասած խոսք է, կտանեմ ԱԾ-ի բանը վերթքնը։ Դա ասելու բան է, ինքը վարչապետի հետ հավասար մարդ է դեպուտատը, չէ՞։ Վերջը ինքը դեպուտատ ազգային ազգն է ընտրել այդ մարդուն։ Ոնց կարող է դες բան լկտի ձևով ասել, լկտիներ վերենք եք տեղները։ Դա ասելու բան է, դա վարչապետի ասած բան է, դա։ Եկալ Փաշինյանական էլ հայոյում էր ամյունից։ Անում են, այդպես բաներ անում են, որովհետև իրանք արդեն այնքան են հորացել, լկտիացել։ Իրանց համար արդեն ամեն ինչը բան է դարձել։ Սովորական երևույթ, որ ասենք երեխա ջայլ երեխա քֆուրով խոսում են, այդ մարդիկ են իրանք դարձել։ Հիմա էլ ասենք ջայլը երեխեքին ուզում են կյանք սովորեցնել, բացատրեն, որ չի կարելի վերջ-վերջով մենք հայ ենք, քիչ ազգ ենք մնացել, չի կարելի այդքան ասել։ Ինչքան կարելի է անել։ Ինչի համար։
Իրար կինոն գիրա սաղ ջրից ծառնում ախ սուպերմարկետները, որպես ինչ։ Հիտ մարդ աշխատերա, վիզա դրա աշխատերա, այդքան ստեղ դեր, հեմել ասում բիծ ասնձի։ Էդի ոնց հասկանանք։ Դուք դա ինչ-որ կոնկրետ վիճակ եք, թե համացանցում եք ինչ-որ Ես կարգած։ վարորդ եմ։ Ես վարորդ եմ, կռազի վարորդ, ես քարը տանում եմ Հիսուսի համար։ Հիսուսը որ սարքում է պարոն։ Այո, ես այդ քարերն եմ կրում տանում։ Իմ իր պարոյցարգել մեքենով կռազով։ Ամեն օր առավոտ ես միշտ այդ աբոդան։ Այդ քարերն եմ տանում։ 10 տարի արդեն։ Հեսա գլի 10 տարի։ Դա Աննա Հակոբյանի սուպերմարկետի ընդհանրաբար սուպերմարկետ ձեռք բերելու հետ ինչ կապ ունի, ինչ-որ բաներ եք նկատել։ Դե բայց լիկտիջով ջերից առավ։ Որ սուպերմարկետը։ Դե ես անունը այդքան չգիտեմ, ասենք որ լսում եմ, նայում եմ որ այս բանը այստեղ էսի բանն արվի։ Որպես ինչ։ Որպես ինչ։ Խիդ մինչև այդ բանում այդ բագո մորանում եմ այդ անունը։ Անցեսեք մորացա։ Հանքերը որ կան մետալուրգիայի։ Մեր այդ որ Քանի հանքերը որ կան։ Քաջարանի, հա։ Բայց ոնց էր։ Հիմա արդեն իր մեքենաներն են աշխատում։ Այդ որ պետք է մեքենա առավ դրես դե ինքը։ Որ դու։ Ես չեմ վախենում որ հանգած ընձի կան։ Ես սա կյանքս էլ մենակ ապրող մարդ եմ, սա ամեն ինչ կորցրել եմ ես։ Ընձի կորցնել բան չկա, իմ ազգը լավ ապրի։ Ես հասարակ պարոն Սարգսյան, մենք մի դասարան ենք եղել։ Իրար ենք սովորել, դասարանում, 10 տարի իրար ենք սովորել, մարդիկ զարմանացում, դու այդքան բաներ որ խոսում ես, ես ուզում եմ մեր ազգը լավ ապրի, որպես դες լեկցիները գան այսօր քայքայեն, թալանեն տանեն, չի կա վերջ ժողովուրդը